Մարտի 8-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Էջմիածնի միաբանները պատրիարքին դիմավորեցին եւ առաջնորդեցին մայր տաճար, որտեղ իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց հրաշափառի արարողություն։ Սահակ պատրիարքը եւ Մայրաթորի լուսարարապետը միասին աղոթքներ ընթերցեցին, Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը հայցեցին։ Արարողության ավարտին լուսարարապետ Հայր Հարությունը Մայրաթորի միաբանության անունից ողջունեց եւ բարիկալուստ մաղթեց Սահակ պատրիարքին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության անունից սիրով ողջունում ենք։ Այնուհետև Պոլսո հայոց պատրիարքը գոհություն վերառաքելով առաստված Վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Այս իջման սեղանը, այս Սուրբ տաճարը ինչ կնշանակե մեր հավատքին համար մենք լավ գիտենք, որովհետև հերուները մենք կխոսենք վեհապար հայրավետի մասին, կխոսենք Սուրբ Էջմիածնի մասին, մեր ամեն աղոթքին մեջ կհիշենք եւ ահա հոսենք։ Շնորհակալ ենք ձեզի, որ որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններ այս ժառանգը կբահեք ամբողջությամբ։ Մայր տաճարում միաբանների հետ համատեղ աղոթքից հետո հայոց վեհարանում տեղի ունեցավ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ Պոլսո հայոց պատրիարքի հանդիպումը։ Այնուհետև կայացավ Նորին Սրբության եւ Սահակ պատրիարքի առանձնազրույցը։ Առաջիկա օրերին ամենապատիվ Սահակ պատրիարքը կմասնակցի Մայրաթորում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ Մեզ համար միշտ թարմանում մնա Մայրաթորի մթնոլորտի մեջ գտնվել, որովհետև մեր հավատքի արմատները հոսեն, ագնու ագունքը հոսեն եւ ես բարկուդամ, որ կոնեդարին երկու անգամ այս Գերագույն հոգևոր ժողովի արիտներով Հայաստան գտնվիմ, թե մեր եպիսկոպոս եղբայրները կտեսնենք, վեհապար հայրավետի հետ ավելի մտերիմ զրույցներ կգնանք ունենալ եւ հարգավ թե ի վերջո պետք է կովիքանք եկեցվո ամբողջականությունը, միությունը պետք է մեջտեղ է, Գերագույն հոգևոր խորհուրդը այս առումով նաև ունի այդ կորզունեությունը եւ շատ արդյունաբեր ժողովներ կանցնի, մենք առօրյայի խնդիրները, եկեցվո եւ հայրենիքի հարցերը սեղան կբարգեցնենք, մեր քաղաքարները գարդահայտենք, լուծումներ հայտարարելու կչանանք, այնպես որ արդյունաբեր շրջանը պիտի ինձ համար։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։